Վայ, տղես, ես դու տանն ես։ Դպրոցում նորմալ ես։ Հաց կերել ես։ Դասերը տարել ես։ Բուրոկինա Ֆասո։ Մի հատ հանի է ականջակալներդ։ Ինչը մի ժամը հետդ խոսում եմ, փաստորեն դու ականջակալներով ես ու ինչ չես լսում, հա։ Դե սկզբից հարցրեցիր, էս տանն ես տղես, հետո հարցրեցիր, նորմալ էր դպրոցում, հաց կերել ես, դասերդ ոնց է, վերջում էլ մի հատ անհասկանալի բան ասեցիր, որը ինձ ստիպեց նենց անել, որ ես բռնվեմ քո մոտ ու ստացվի նենց, որ ես չէի լսում քեզ։ Ով ունի քո հնարավորությունները։ Հա քո դասերակացն եմ, չեմ ամջան։ Դե լավ հանգստացի։ Հա իդեպ, պապատ որոշել է խանութի տարածքը վարձակալությամբ տա։ Չէ, ասում եմ պապատ որոշել է խանութի տարածքը վարձով տա։ Այդ հնարավոր չի, այնտեղ մարդ է ապրում։ Ինչ մարդ։ Դե մարդ։ Ես էլի։ Դե ինչ ասեմ տղես, դու մեծանում ես, ծախսերը շատանում են, եկամուտը չէ։ Մամ, խնդրում եմ, էլի այդ տարածքը վարձով մի տվեք։ Ես կաշխատեմ, տան եկամուտը կապահովեմ, մենակ այդ տարածքին ձեռ մի տվեք։ Ախր տղես, դու լավ գիտես, որ պապատ մի բան որոշել է, այդ հարցը անբեկանելի է։ Դե լավ, իջնեմ խանութ։ Բայց այս ժամին ինչ ես գնում խանութ։ Դե իջնեմ իրերը գրկեմ, հատակը պաչրտեմ, մի խոսքով հրաժեշտ տամ։ Հեռախոսս։ Լովիկ իրար չխառնվես, ես եմ։ Չնայած կարաս լավ է իրար խառնվես։ Պապան որոշել է տարածքը վարձով տա։ Նենց որ պիտի նոր ապաստարան գտնենք քո համար։ Ուզում էիր ասել ապաստան։ Ես քեզ ասում եմ մնալու տեղ չունես, դու հայոց լեզվի դասընթացներ ես անցկացնում։ Լավ, ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ վաղը օրը բացվի, ես Գիսանեն Արտեմը մի հատ հասկանանք ինչ ենք անում։ Չնայած մենակ ես ու Գիսանեն հասկանանք։ Մի խոսքով էլի քո հարցը տեղը գցենք էլի։ Բարի։ Եվ շնորհակալություն։ Ինչի համար։ Օգտարություն։ Ահ դու տերեփու։ Այ լավ դե վաղը օրը բացվի բարին էլ հետը ցա Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Ողջույն Անիկ ջան։ Բարի օր, պարոն Մանուկյան։ Տիկին Բադալյան, ոնց որ ձեր գոլեգաները ուշանում են։ Դեռ ժամանակ կա, շուտով կգան։ Հա։ Տիկին Բադալյան, դուք ինտերնետից, ավելի ճիշտ օնլայն գնումներից տեղյակ եք։ Ինչ է պատահել։ Հասկանում եք, ես իմ նոր կարգավիճակին հարիր չէ հին հեռախոսը, ուզում եմ նոր հեռախոս գնել, խանութ գնալու ժամանակ էլ չունեմ։ Կտաք ձեր հեռախոսը։ Հա, իհարկե։ Տեսեք։ Հեռախոսով մտնում եք մոբայլ սենտրի կայք։ Ահա։ Ընտրում եք ձեր ուզած հեռախոսը, կարող եք նույնիսկ օնլայն ապառիկ ձևակերպել։ Ապառիկ։ Այդ ապառիկի պահը շատ լավ է։ Հետո իրենց առաքիչը բերում է այդ հեռախոսը ձեր նշած հասցեով։ Հավատացեք, շատ հեշտ է։ Շատ լավ է։ Բարև ձեզ։ Ողջույն Մերի ջան։ Բարև ձեզ Միս Մերի։ Միս Մերի, ձեր դասղեկական դասարանի Նարեկին կասեք թող գա ինձ մոտ։ Ինչու։ Հիմա ասել չեմ կարող եւ հետո դա ձեր գործը չի։ Այս տղան լրիվ գժվել է մանավանդ կոստյում կրելուց հետո։ Ու քո արածը քոդուրն եկավ Արտեմ։ Ինչ նկատի ունես։ Իբր թե չես հասկանում, հա։ Չէ, իրոք չեմ հասկանում։ Այն որ էլի հետ գլխից սարքեցիք։ Հա, ճիշտ է, ոնց էի մոռացել։ Բա կմոռանաս, բա ինչ կանես։ Քեզ չեն առավոտից իրիկուն տուրնիկից կախում ու 1000 հատ ժիմ անել տալիս։ Գիտես Նարեկ ջան, ամեն ինչ ունի իր գինը։ Եթե դու ուզում էիր ելս թե քո առաջադիմությունը բարձրացնի ու դու էլ տունը ման գայիր, այտենց բան չէր լինելու։ Բայց դու հասկանում ես, որ Մանուկյանը հիմա ինձ հանգիստ չի թողնի Արտեմ։ Կթողնի։ Մի երկու անգամ տուրնիկը բարձրացնի, հետո ծնող կկանչի, դու էլ կասես այտենց բան չի եղել։ Թեկուզ կերթվես, մեկը դու այտենց բան չես արել, չէ։ Ոնց է այդ միջակներ։ Ինչի միջակները որ։ Դե դուք միջին դասարանում չեք։ Ճիշտ է, ինչ խոսք շատ ուժեղ հումոր էր։ Սննգերը տա չէ որ Լեովիկին շանտաժ էր անում։ Այո։ Բաբա, դու չգիտես որ շանտաժ անելը լավ բան չի։ Հələ տեսեք ով է ասում։ Լավ, շտապում ենք, հետո կխոսանք։ Ինչի՞ ես հոգնակիով խոսում որ։ Բարև տղաներ։ Վայ, դու էլ ես այստեղ։ Բա ինչի առնու ինձ չես։
Առնոյնց են թողել, որ մնա առնոյնց։ Ինչա պատահել։ Կարևոր չի։ Կիսանն եկել է այսօր։ Քեզ ինչ։ Լովիկ, դու որ դասագիրքներ։ Երկրաչափություն։ Երկրաչ։ Ինչ լավ ես ունես դու էլ։ Հիմա եկա։ Ասում են Էրիկ ուրիշ դպրոց է ընդունվել։ Ո՞վ է ասում։ Իր Instagram-ում էր story գցել։ Այսինքն այդքանից հետո դու դեռ իր էջին հետևում ես։ Երեխեք, Ռիտան դեռ Էրիկի էջին հետևում է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Իսանը։ Կանք մի երկու րոպե առանձին զրուցանք։ Այդ ինչ պիտի ասես, որ ստեղ չես կարա ասես։ Դե ինչ որ ասելու եմ, մեր ընդհանուր ծանոթի հետ է կապված։ Ինչ ընդհանուր ծանոթ ունեմ, որ։ Մինչև սկսել է ասեմ, որ եթե դու ելին թողել ես մնա, դա դեռ չի նշանակում, որ ես քեզ ներել եմ այն ամենը, ինչ արել ես մինչ դա։ Ես դրա մասին էլ ուզում եի խոսայի։ Պապան մի խոսքով ուզում է տարածքս վարձով տա ուրիշին։ Ոնց։ Բա ելը։ Բա ես էլ եմ ասում։ Բա ելը։ Էս ինչ սիրային երանգյունիներ են կատարվում դպրոցի միջանցքներում։ Լևոնյան, քեզանից ընդհանրապես չէի սպասում։ Ինչ սիրային երանգյունի ընկեր Մանուկյան։ Ընդամենը դասարանցիներով խոսում ենք իրար հետ։ Սկզբից խոսում եք, հետո կգրվեք, հետո կհանդիպեք, հետո մուճու։ Գիտեք ձեր տարիքին չեմ եղել։ Ստումա չէ։ Բան ասեցին Ենոքյան։ Չէ, ես նկա շատ սիրուն եք հագնվել, ընկեր Մանուկյան։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար։ Լավ։ Անցեք դասի երկուսդ էլ։ Դա է։ Մանուկյանը սկսել է ներվերից վրա ազդել։ Ուզում ես տեսեմ։ Ես չէ էլի, այլ մոլորակային մի հատ ծանոթ ունեմ, ինձ հագնի, գա հետը հագնի։ Հա, իմիջայլոց, էլը մոտը դա։ Հա, պայուսակիս մեջ է։ Երեխեք ինչ են կանում։ Մեծ մարդիկ եք։ Ուրա, սուկեց։ Ինչ են կանում, որ։ Համենն է չի, որ առաջին անգամ ենք խաղում։ Ասեմ ավելին, անցած անգամ դու էլ էր մեր հետ խաղում։ Հա, բայց անցած անգամվանից ահագին ժամանակ է անցել։ Մեծացել եք։ Չես։ Կարծես թե այո։ Լովիկ, ուշքի չես գալիս։ Արի նստի, հա։ Ոչ, ավելի լավ է մի փոքր քայլեմ, որ ընտելանամ։ Չէ, նստի։ Ես գիտեմ ինչը կօգնի Էլին։ Այս սառն պելիքը։ Շնորհակալ եմ, Արտեն։ Երեխեք, ես գիտեմ ինչ անենք, որ Էլը այստեղ մնա։ Արնո, դու այստեղ ես տղեր։ Այո։ Վայ, երեխեք ջան, ես դուք էլ եք ստեղ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արնո, բախ ինչ ես ասում, որ ընկերներիդ հետ ես։ Տեսնում ես էլի, բայց էլ չես տեսնելու իրենց։ Ինչի՞։ Որովհետև այս տարածքը վարձով եք տալիս։ Հա ոչինչ, մեր տանը կհավաքվեք։ Ոնց այս տարածքը վարձով եք տալիս։ Հա, Գիսանա ջան, չենք ուզում, բայց ստիպված ենք։ Բայց ոչինչ, ոնց որ ասացի, մեր տանը կհավաքվեք։ Չէ, ես դրա համար չէի հարցնում։ Ուղղակի ես մարդ գիտեմ, ով էս թաղամասում սենց տարածք է ման գալիս, որ վարձակալի։ Հա, շատ լավ է։ Ուրեմն եթե նորմալ մարդ է ու այս ամեն ինչին խնամքով վերաբերվի, իրան էլ կասենք։ Շատ նորմալ մարդ է, մեր ֆիզկուլտուրայի դասատուն է։ Արնո, դե ուրեմն իմ համարը փոխանցի, թող ինքը ինձ զանգահարի ու գա տարածքը նայի տղես։ Լավ, դե ես գնամ երեխեք ջան, ձեզ բարի ժամանակ։ Չէր ես խոսում, ինչ Մանուկյան։ Էլ հայտնվի։ Հա ինչ երեխեք, ավելի լավ չի, որ մեր իմացած մարդը վարձակալի։ Բա ոնց ենք համոզելու Մանուկյանին։ Ինչ Մանուկյանին համոզել։ Էլը կդառնա Մանուկյան։ Բա ինչի հենց Մանուկյանը։ Դե հիմա ինքը եկավ մտքիս։ Գիսանը ոնց կարա Մանուկյանը ինչ որ մեկի մտքին գա։ Ինքը իմ մտքից դուրս չէր եկել, այսօրվա իր դասամիջոցի պահվածքից հետո։ Ինչ ա եղել որ։
Այդ հիմա էական չի։ Եկեք հասկանանք ոնց ենք այս ամեն ինչը կազմակերպելու։ Իսկ փող կա մեջը։ Փողը ինչ ես անում։ Դե եթե անվճար ենք տալիս վարձակալության, հենա ես վերցնեմ էլ ես տարածքը։ Հա, չի մտածել։ Երեխաներ, խնդրում եմ իմ մասին մի մտածեք։ Ավելի լավ է ես նոր Ես գիտեմ, ես հավաքած գումար ունեմ, կտամ քեզ։ Ինչքան։ Դե մի 30,000։ Դու այդ 30,000-ով սկի ես բազմոցը չես կարա վարձակալես։ Լավ, երեխեք, եկեք հիմա մտածենք, թե ոնց ենք այդ փողը գտնում։ Կարող այլ բանկ թալանի։ Արտեր, ուզում ես քեզ խանտել։ Իսկ եթե էլը լիքը փող դառնա ու իրանով վճարենք։ Արտեմիկ ոնց կարա ինքը համ լինի Մանուկյան, համ լիքը փող։ Հա, ճիշտ է։ Ես գիտեմ ինչ կանենք։ Այդ փողը հենց Մանուկյանը կտա։ Իսկական Մանուկյան։ Անհավանական բան ես ասում, բայց մի հատ այդ քո հանճարեղ պլանով կկիսվես հետներս։ Իհարկե։ Կարաս ստեղ էլ ասես, մենք մերոնցով ենք, պարտադիր չի գրելը։ Ուրիշ բան եմ անում։ Fake edge եմ բացում Facebook-ի Մերիի անունով ու Մանուկյանին հրավիրում եմ ժամադրության։ Այնտեղ էլ փողը կուզի։ Լովիկ։ Ձեր մոլորակից կարող է լինի ինչ-որ մեկը փախել մտել է գիսանեի մեջ։ Ես չի պատկերացնում, որ ինքը սենց սադիստ կարա լինի։ Մանուկյանի այսօրվա պահվածքից հետո իրան հասնում է։ Նենց որ էլ պատրաստվի այսօր երեկոյան ժամադրության ես։ Լսեմ։ Սադիսն է դու ես։ Երեքը մեկում։ Տիկին Բադալյան, որ ասում եք 3-ը մեկում, գիտեք ինչ է մտքից գալիս։ Ինչ։ Միս Մերին։ Համ գեղեցիկ է, համ խելացի, համ էլ գեղեցիկ։ Բայց դա եղավ 2-ը մեկում։ Ախր շատ գեղեցիկ է։ Այ տիկին իջեք սեղանից։ Աչքիս կոմպլիմենտից չդիմացավ։ Բա դու ինձ հրավիրես, ես հրաժարվեմ։ Իհարկե կգամ։ Կյանքս։ Ոչ։ Ասում է ինքը իհարկե կլինի, վերջում էլ համբուրում է ինձ։ Ինքը նկատի ունի Մերիին, Արտեմ։ Էլ փողը ուզելուց անպայման պապայի սարքած ականջակալը կդնես, որ քեզ ասեմ ինչ ասես։ Բարի։ Հաստորեն գիսանային նեղացնելը համ էլ վտանգավոր է գրպանի համար։ Անտիր տեղ ես ընտրել Մերի ջան ժամադրության համար։ Ես էլ եմ շատ սիրում գարաժ մոլը։ Մերի ջան, գիտես ինչ մտքովս անցավ։ Ինչ։ Մի քանի տարի հետո գալիս ենք այստեղ։ Ես դու, Վազգենչիկը, Ամալիկը։ Այդ ովքեր են։ Ոնց թե ովքեր են։ Մեր երեխեքը։ Հա, լավ բան ես ասում։ Մի խոսքով, մեքենաս թողնում ենք իրենց մոտ սարքելու։ Մենք գնում ենք շոփինգ զոնա, առևտուր ենք անում, հետո գնում ենք ֆուդ կորտ, հաց ենք ուտում, խաղեր ենք խաղում։ Ու քանի որ ես էլ մեքենայից բան չեմ հասկանում, համոզված եմ ամիսը մի անգամ հաստատ ստեղ ենք լինելու։ Մի հատ PlayStation չգցեք։ Ժամանակ ես գտել Արտեմ։ Ահա, Էլնա զանգում։ Ալո, Էլ, ոնց է անցնում։ Շատ լավ։ Ինչ է շատ լավ։ Ասում եմ շատ լավ ժամանակ անցկացրինք։ Հա, ես էլ լավ ժամանակ անցկացրեցի։ Մերի, բայց ես չգիտեի, որ դու այդ կոմպյուտերային խաղերից տենց ուժեղ ես։ Նկատի ունես VR խաղերը։ Դե հա, էլի։ Դու դեռ այնքան բան չգիտես իմ մասին։ Այդ 100%։ Իսկ մենք ինչու ենք դուրս եկել։ Մերի ջան, այս բոքսերի հատվածում երբեք չի եղել։
Ասեցի մի հատ գամ ուսումնասիրեմ, որ վաղը միսօր մեքենաս իմանամ էլի ում մոտ եմ բերում։ Շատ լավ, որ վերջացնես, քեզ հետ խոսելու բան ունեմ։ Ինչ պիտի խոսենք, գանձս։ Հետո կասեմ։ Լավ, արևս։ Մարդ ճուտի չխմի Մանուկյանի հաճախությունները լսի մենակ։ 100%։ Ինչը 100%, դու ոնց կարաս հաշճուտես։ Երեխեք մի խանգարեք, հա։ Դե ասա, ինչ էիր ուզում խոսել հետս, իմս։ Բանն այն է, որ ինձ գումար է հարկավոր։ Խնդիր չկա, ես կարող եմ 15000 տալ, սերս։ Դե ինձ մի փոքր ավել է հարկավոր։ Դե լավ, ոտքով կգնամ տուն, 15150 դրամ։ Դե եթե դրանով հարցը լուծվեր, լավ կլիներ, բայց ինձ 300,000 է պետք։ Բայց այդքան ինչ ես անում, գանձս։ Դե ուղղակի Հայրիկս փոքրիկ խանութ ունի մրգի բանջարեղենի, գիշերը կոնդիցիոները անջատվել էր ու ողջ ապրանքը փչացել էր։ Ոնց փչացել է։ Ամեն դեպքում պետք է մի հատ ստուգվի, սերս։ ստուգել ենք։ Ոչինչ չի մնացել։ Միայն ելակից կրած վնասը կազմում է 100,000 դրամ։ Ախր այդ պապատել է շատ տարօրինակ մարդ։ Մի հատ դվիժոկ եղած ինչա որ չի դնում։ Դվիժոկ, լուսահաղորդիչ։ Դե ինչ ես երկարացնում, Գիսան է անջատի, հա։ Սուս մնա Արտեմ։ Սուս մնա, հա Արտեմ։ Արտեմ, ճիշտ լսեցի։ Այո, ուղղակի հիշեցի, որ Լևոնյան Արտեմ այսօր ինձ բարկացրել է։ Ուզում ես գնամ մի հատ դրա հարցերը լուծել։ Ոչ, ավելի լավ է ես գնամ հայրիկիս հարցերը լուծեմ։ Բայ եղավ Մերի ջան, ես էստեղ դու պիտի գնաս այդ հարցերը լուծես։ Խնդիր չկա, ես այդ գումարը կգտնեմ։ Ինչքան է քեզ պետք, 200,000։ Ոչ, 300,000։ 300,000, այդ ինչ փող է որ։ Ես բանկում դրանից 10 անգամ ավել ունեմ։ Ուղղակի այսօր շաբաթ է, վաղն էլ Կիրակի է, չէ։ Չէ։ Չէ, ճիշտ ես։ Լավ, մի անհանգստացի, վաղը այդ գումարը կլինի։ Բանն այն է, որ ինձ այսօր է հարկավոր, պարտատերերը այսօր են ուզում։ Դու երկար չես սպասի, սերս։ Հիշում ես, չէ, ինձ չես զանգում։ Գրում ես Facebook-ի այն էջին, որով ես քեզ գրել եմ։ Լավ, սերս։ Դե լավ, ես գնամ եւ սպասեմ լավ լուրի։ Գնա իմս։ Ես 300,000 որտեղից գտնեմ։ Լովիկ, ձեր մոլորակում թատերական կա։ Ինչո՞։ Դու նենց էիր մտել դերիդ մեջ, սենց որ շարունակվեց 2 տարուց իմացի արտավազդը քոնն է։ Մնում է Մանուկյանը այդ փողը տա։ Ճիշտ ես ասում, որովհետև դատելով իր խոսքից ինքը այդ փողը չունի։ Ալո, Խոսրով ջան, բարև։ Մանուկյանն է։ Խոսրով ջան, մի 30,000 դրամ պարտքով կարող ես տալ։ Դե լավ, կարաս 20,000 տաս։ Չկա, հա։ Լավ։ Քծի։ Ալո։ Քերագին ջան, բարև։ Մանուկյան, ասում եմ Մանուկյանը, Օնիկն է։ Քերագին մի 50,000 դրամ պարտքով փող է պետք։ Հա, մերսի Քերագին ջան։ Ալո։ Թինա ջան, բարև։ Լավ ես։ Դասարանցի տա Օնիկը։ Հա, Թինա ջան, մի 40,000 դրամ կարելի է պարտքով։ Դե որ մի 10,000 էլ ամուսնուցդ խնդրեի կվերադարձնեմ ազնիվ խոս, շատ շուտ։ Լավ Թինա ջան, լավ, լավ։ Այս սենց աղջիկա է։ Ալո։ Ռուբոքերի։ Օնիկնա։ Ռուբոքերի մի 30,000 դրամ փող պարտքով կարում ես տաս։ Լավ էլի քերի ջան, էլի բողոքում ես, չունես, հա չունես։ 30,000 փող ա պետք, վերջ։ Հա, կգամ կվերցնեմ։ Ռեշիշ մարդատո։ Դու գալիս ես ու գնում, մի րոպե էլ չես մնում, թե պիտի գաս ու գնաս, մեկ րոպե էլ չմնաս, գրողին գաս ու գնաս, մեկ րոպե էլ չմնաս, գրողին գաս ու գնաս, մեկ րոպե էլ դու գալիս ես ու գնում, մեկ րոպե էլ չես մնում, թե պիտի գաս ու գնաս, մի րոպե էլ չմնաս։ Գումարը եղել է թանկագինս։
Լուրջ Մերին Մանուկյանի վրա շատ թանկ նստեց։ Մերին չէ, էլը։ Կարող է արագի մեջ գնաց վերցնես, քանի չի փոշմանել։ Հա, ճիշտ է ասում Արմեն։ Դե ես էլ արդեն դուրս գամ անելիք չունեմ։ Հն գալիս ես Արտեմ։ Չէ, մնում եմ տեսնեմ այս կինոն happy end-ով ավարտում, թե no happy end-ով։ Գնանք ել։ Գնացի։ Շատ ուրախ եմ ընկեր Մանուկյան, որ հավանեցիք տարածքը ու այսքան արագ վարձակալեցիք։ Ամուսինը շատ կուրախանա։ Իսկ փաստաթուղթ բերել եք։ Ներեցեք, բայց ոչ։ Մամ, լավ, ինչեր ես խոսում։ Ընկեր Մանուկյանն է, մեր ամսական մարդ է։ Չնայած լավ, կներեք, ինչ եմ ասում, պետք չի ոչ մի փաստաթուղթ, ուղղակի ամուսինս խնդրել էր, որ ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, բայց ոչինչ։ Տիկին Սոնա, ես այդ տարածքը վարձակալում եմ հենց այս պահից։ Կժամանեմ 2 շաբաթ անց։ Իսկ մինչ այդ թող բանալին մնա Առնոյի մոտ։ Հա, դե արդեն դուք ինչպես կորոշեք, տարածքը ձերն է։ Բարի։ Տաղայա։ Լյովիկը տաղայա։ Մարդ։ Հենց ուրախ եմ քո համար էլ։ Ես ասում եմ տաղայա, կրկախառնվում ես այդ։ Նենց ուրախ եմ, որ նույնիսկ սայլուտ կկմփեցնեմ։ Ինչ կանես։ Ուզում ասի հրավառություն կկազմակերպեմ։ Ոչ, դուք այնքան բան եք արել ինձ համար։ Ես առաջարկում եմ, որ հրավառությունը ես կազմակերպեմ։ Ես պլյուս։ Ուղղակի անվտանգության համար առաջարկում եմ անիմացիոն հրավառություն։ Համաձայն եք։ Ես էլ պլյուս։ Ահա եւ խոստացված հրավառությունը։ Արտո, դու հրավառություն տեսնում ես։ Չէ, դու։ Պատկերացրու ես էլ։ Չեք տեսնում, որովհետեւ սխալ ուղղությամբ եք նայում։ Մենք պիտի անենք այ քեզ Ալեքսիս Սանչես։ Ինչ հրավառությունը։ Հարց. Որն է հրավառվող պարագայի գլխավոր բաղադրիչը։ Բանը, հեսա ասեմ, մեր հարևանի անունից ուներ է։ Հարութը։ Ենթադրում եմ, դու ցանկանում էիր ասել Բարութը։ Ճիշտ ես, բայց եկեք օգտագործենք նրա գրական անվանումը՝ Վարոդ։ Ես արդեն եկել եմ, Վարոդ։ Կլինի արդեն վառենք։ Հիմա կվառենք, բայց մինչ այդ իմացեք, որ Վարոդը բազմաթիվ բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրի թթվածնի ներթափանցման։ Ստորագրում եմ ամեն ասածդ բառի տակ։ Կլինի արդեն վառենք։ Կլինի, բայց մինչ այդ Էլի մինչ այդ։ Մինչ այդ պահպանեք անվտանգության կանոնները։ Կարող եմ։ Այո։ Այո! Նայի որն է հրավառությունը։ Իմը չեղավ, ոչքից չինական էր։ Շատ հնարավոր է, մանավանդ որ Վարոդը հայտնագործել են հենց չինացիները, ու Վարոդի նախնական կիրառությունը հենց հրավառության մեջ է եղել։ Մոտավորապես 9-րդ դարում չինացի ալքիմիկոսները փորձելով գտնել կյանքը երկարացնելու միջոցներ, պատահականորեն հայտնաբերել են Վարոդը։ Փաստորեն կյանքը երկարացնելու փոխարեն կյանքը կարճացնելու միջոց են գտել։ Հետագայում մետաքսի ճանապարհով Վարոդը հասավ Եվրոպա, որտեղ այն սկսեց օգտագործվել ռազմական նպատակներով։ Հետագայում Վարոդը սկսվեց օգտագործվել նաև շինարարության մեջ։ Էդ ես չէի։ Էս էլ ես չէի։ Գիտեմ, շինարարներն էին։ Ահա այն ժայռի մեջ թունել են բացանում։ Բարութը օգտագործվում է նաև այլ ոլորտներում, օրինակ հրթիռաշինության մեջ։ Էլ իսկ քո աստղաթիռն էլ է Վարոդով աշխատում։ Ոչ, իմ աստղաթիռը աշխատում է սիզոպլանային գիտալոզով։ Ինձ թվում է անկապ բաներ ասում, գիտես։ Հաստատ։ Ու քանի շատ չի ջրիկացել, առաջարկում եմ ավարտենք գիտապտույտը։ Առաջարկությունը ընդունվեց միաձայն, ավելի ճիշտ երկաձայն։ Ես էլ Արտոն էլ համաձայն ենք։